Ողջույն սիրելիներ, դասում հաճելի եղանակ է, եկեք գնանք մի փոքր զբոսնենք, մնացեք ինձ հետ, հետաքրքիրը առջևում է։ Եկեք ձեզ ցույց տամ ազգային թատրոնը, մեր քաղաքի այրուցներով զարդարված։ Վերևում էլ կան սիրուն արձաններ։ Մեր քաղաքում մետրո չկա, բայց այսպիսի տրամվայներ կան։ Կարծես նույն գնացքը լինի, ուղղակի ստորգետնյա չի։ Նշեմ, որ գտնվում ենք Ալզասի մայրաքաղաքում, Ստրասբուրգում։ Ահա օպերայի շենքը։ Եվ գետը, ահա այսօր այսպիսին է գետը, խաղաղ, հանգիստ, հանդարտ։ Այս կողմից էլ նայենք, մոստի վրայով տրամվայ է գնում։ Սրտեր կապող կողպեքները սիրո խորհրդանիշ, ինչպես միշտ կա կամուրջների վրա։ Դե ինչ շարժվենք առաջ, սիրելիներ։ Վայելենք այստեղ արևոտ եղանակը, փոքրի շատ է արևոտ, ես կասի։ Եղանակային տեսությունով լրիվ այլ բան է գրած, դուրս ես գալիս լրիվ ուրիշ եղանակ է։ Միգուցե իրանց համար էլ սա է շոկը։ Ամառվա շոկ օրեր այստեղ գրեթե մի քանի օր, մաքսիմում մեկ շաբաթ է լինում։ Իսկական են համառային շոկը, էլի, ճռճռան երևանյան։ Իսկ մնացած օրերը հով, մեղմ եղանակ է, արևոտ կամ ոչ արևոտ, ահա այսպես։ Օ գնացքը, տուրիստներին տեղափոխող փոքրիկ գնացքը ամբողջ կենտրոնով շրջում է և պատմում քաղաքի պատմության, նշանակալից կառույցների, արձանների ու վայրերի մասին։ Կա նաև ջրային տարբերակը, տրամվայի տարբերակը, որը նույնպես շրջում է քաղաքով մեկ և պատմում նշանակալից վայրերի ու հայտնի տների մասին, որոնք բոլորը կառուցված են գետի ափին, գետի երկայնքով, ստրատեգիական նշանակության բոլոր կառույցները։ Ոյ խնձորի ծառ, բերք կա վրան, տեսնում եք։ Բավականին է, բերքատու ծառ է։ Սրճարանները լեփլեցուն են, ինչպես միշտ։ Կարող են մեկ գավաթ գարեջուր ու սուրճ վերցնել
ու նստել ժամերով, այնպես չի, որ մեծ պատվերներ են կատարում։ Եթե լանչի ժամ չի, լանչի ժամերը դե հատուկ են 12-ին, երեկոյան ժամը 7-ին։ Եթե լանչի ժամ չի, ընդամենը մեկ գավաթ սուրճ, գարեջուր կամ գինի ու նստում են ժամերով։ Տենց բան չկա, որ ասեմ, որ ընդամենը մի բաժակ սուրճի համար տեղ ազբաղացնում։ Ոնց որ Հայաստանում էին առաջ ասում, հիմա չգիտեմ ինչպես է։ Միգուցե արդեն ամեն ինչ փոխվել է, չգիտեմ, գրեք մեկնաբանություններում, ես էլ իմանամ։ Ահա այն նավերը, որոնց մասին պատմում եմ, տրամվայի նավերը, որոնք տուրիստների են տեղափոխում եւ գիդը, ռադիոգիդը նրանց լեզվով պատմում է քաղաքի մասին։ Գետի երկայնքով մեկ տարածված է բոլոր նշանակալից կառույցներն ու կարևոր տները եւ այդպիսով գիդը պատմում է նրանց այդ տների մասին։ Ընտրում են լեզուն, էլեկտրոնային գիդ է, մի քանի լեզուներ կա եւ աուդիո տարբերակով լսում են։ Ինչպես միշտ աղմկոտ, քաղաքի կենտրոն։ Բոլորը դուրս են եկել արևի։ Լավ է նվագում երաժիշտը, չէ՞։ Բայց այս տեղատունն էլ է լավը։ Ահագին կոսմետիկ միջոցներ ունի։ Արևապաշտպան քսուկներն են ցուցափեղկում եւ ճիշտ մերչենդայզինգային քայլ է, որովհետեւ ամենաակտուալ թեման է։ Նյուքս ֆիրման շատ լավն է, արդեն Հայաստանում էլ կա, ես գիտեմ։ Միանշանակ խորհուրդ կտամ, ծովային կոլորիտ են ստացել, կողալներով, ավազդով, խխունջներով։ Շատ լավ են պատրաստել այս փեղկը։ Լավ են արել, շատ լավ են սարքել այս ցուցափեղկը։ Շատ ակտուալ։
աղազանները, բա ինչ սիրուն է։ Ինչ ճաշակով այս դեղատունը, իզուր չէ որ հավանում եմ ես այստեղ հաճախ չեմ լինում, որտեղ քաղաքի կենտրոնի դեղատներում հերթը շատ է, մարդը շատ է, հեծանիվների պարկինգը։ Քանի որ ես դեղակետ եմ, դեղատների նկատմամբ անտարբեր չեմ։ Եկեք տեսնենք ինչ հավելումներ կան այստեղ։ Դետոքսի համար արտիշոյով ինչ-որ բիոլոգիական ակտիվ պրոդուկտ է սա։ Դետոքս է անում, թույներն է հանում օրգանիզմից։ Արտիշո օգտագործում եմ իմ սնունդի մեջ, որտեղ շատ օգտակար է։ Արժեքը 21.50։ Սա ինչ է 39.90։ Ածուխ կա եւ բույսեր են, միատան եւ մի հատ էլ բույս կա, անունը մոռացել եմ։ Բիոլոգիական ակտիվ հավելումներ են սրանք։ Sinon, après, je sais qu'il y a l'écrit probiotiques sur la. Ցինկով պրոդուկտները շատ կարևոր են մաշկի համար, թեփի ու քրտնարտադրության դեմ է ցինկը։ Զինգ են ասում իրանք ցինկին, բանսերեն։ Եվ սա կարծես ծամոն տարբերակն է, ավելի հարմար է։ Շատ հարուստ ցինկի տեսականի ունեն միջայլոց։ Չէի սպասում, այսինքն ինչ կաց չսպասելու, մյուս դեղատներում 2, մաքսիմում 3 տեսակ կարող է լինել։ Մագնիզիումը, մագնի շատ լավ է թույլատնում նյարդերը։ Մանավանդ մինուստրացիոն շրջանում դաշտանային ցիկլի ժամանակ կարող եք օգտագործել մագնիզիում։ Ղիներին էլ է մշտապես նշանակվում մագնիզիումը մկանային տոնուսը թույլատնելու նպատակով։ Այստեղ շատ հարուստ է տեսականի իսկապես եւ ցինկի եւ մագնի։ Կարելի է այստեղից գնել։ Սա էլ է մագնիզիում։ Մելատոնինը սա քնի հորմոնն է։ Եթե ունեք անքնություն, կարող եք օգտագործել մելատոնին, օմեգա 3-ը ճարպերի այրման համար, բայց ամռանը խորհուրդ չի տրվում կիրառել։ Եվ այսպես։ Շատ լավ տեսականի ունեն, անգամ պատրաստի ակնոցներ։ Որոնց արժեքը 14 եվրո է։ Ակին համարը կա հավաքի վրա։ Պինցետներ։ Նույնիսկ թարքիչների բան կա։ Մկրատներ, քարտոցներ, բուֆերներ, հունկները խարտելու համար։ Այլ եղունգների բուֆերներ են այս սրանք, լցրած եղունգների համար։ Սաներներ, ամեն ինչ կա այս դեղատանը։ Կոշտուկների համար նախատեսված պլաստիկներ, սանտավիկներ։ Կոսմետիկ միջոցներից վիշին շատ եմ հավանում, մանավանդ դեոդորանտները Հայաստանում էլ է շատ օգտագործում։ Այս մագնեզիումով տարբերակը շատ լավն է։ Սանովոլ սպիրտ չկա։ Զույգով 19.50։ Շատ լավ տարբերակ է, խորհուրդ եմ տալիս, շատ լավ պահում է։ Այստեղ կա նաև այս տարբերակը շարիկներով։ Հայաստանում կա վիշին, այնտեղ էլ եմ օգտագործել վիշի
Հիմա կա Նյուքսը Հայաստանում։ Ես գերադասում եմ Վիշին ամեն դեպքում։ Խոշոր դեղատներում կա Հայաստան։ Ատամի խոզանակներ, ատամի պաստաներ, ատամի մածուկներ, ողողման միջոցներ։ Երեխաների համար նախատեսված ալբոմ, բնականաբար կերը և մնացած պարագաները։ La Roche-Posay նույնպես շատ լավ բրենդ է, այս է խորհուրդ կտամ։ Բազմաթիվ պրոդուկտներ ունեն ամեն ինչի համար, ակնի սպիների համար էլ ունեն։ Բեհինգով պրոդուկտ, որը շատ լավ է աշխատում սպիների դեպքում։ Ընդհանրապես բեհինգը շատ լավ է դեմքի համար, եթե հանդիպում է ձեզ կոսմետիկ միջոցների մեջ, կնեք անպայման։ Տեսեք համարյա բոլոր իրենց պրոդուկտների մեջ կա բեհինգը։ Ինչքան հարուստ տեսականի ունեն, կենտրոնի հատվածի դեղատներում ամեն ինչ կգտնես։ Ծայրամասերում այդքան չեն պատվիրում, որտեղ ժամկետները անցնում են, գնորդները շատ չեն։ Այստեղ ավենն է, ավենն էլ է լավ բրենդ։ Ամեն ինչ ունի հիդրատացնող կրեմներ, խնամքի բոլոր պարագաները ունի և նաև 50-ից բարձր տարիքի համար։ Եթե ուզում եք դեմքի համար քսուկներ գնել, գնեք միմիայն դեղատներում գտնվող քսուկները, դեմքի համար նախատեսված ավելի արդյունավետ են։ Մաս մարկետային քսուկները հիմնականում աղադրությունը վազելինային է։ Կարող է շատ չնչին էքստրակտներ դնեն ինչ-որ վիտամինների, բայց դա ընդհանրապես չի աշխատում դեմքի մաշկի վրա։ Նկատի ունեցեք, քսուկները միշտ գնեք դեղատներից դեմքի համար սովորական, ցերեկային թե գիշերային կապ չունի, դա էմերջենտայզինգ, այս քսուկը նույն ֆիրմայից գիշերվա համար, մյուսը ցերեկվա կապ չունի, բոլորն էլ կարող եք քսել և ցերեկը և գիշերը, բացառապես շատ խիտ քսուկները խորհուրդ կտամ երեկոյան քսեք, որովհետև ցերեկը դեմքի մաշկը ծակոտքիները փակվում է և քրտնատարությունը շատ անում է դեմքի հարմար չի դրսում գտնվելուց, իսկ տանը խնդիր չկա։ Դե ինչ, այսքանն է տեսականին կոսմետիկ միջոցների, շատ հարուստ տեսականի է։ Իզուր չէր, որ մտանք այս դեղատունը։ Եկեք շարժվենք առաջ։ Ուզում եմ ցույց տալ ձեզ այս հեծանիվը իր բոլոր հարմարություններով ու հարմարանքներով։ Առջևում զամբյուղն է իր առարկաները դնելու համար, պարուսյակը կամ գնումները, հետևում երեխայի համար նախատեսված նստարանը, որպեսզի երեխային մանկապարտեզից վերցնի կամ տանի դպրոց, բոլոր հարմարություններով։ Ամեն տեղ հեծանիվ, ամեն ուրեք։ Մի հատ էլ ահա այստեղ կապած է էլի։ Մի հատ էլ այս մյուս հատվածում։
Հիմա ուզում եմ ցույց տալ մի քանի շենքեր կենտրոնական հատվածում, սա հրապարակն է Ստրասբուրգի, կոչվում է Պլաս Կլեբերի հրապարակ։ Տոնավաճառը Բիժուն էլ հետն է, վաճառում 25 եվրո։ Նենց հոտ է գալիս, գրած է իտալական է, բայց նենց հոտ է գալիս, զգացվում է, որ ներկած կտորներ են, ներկի հոտ է գալիս այս տաղավարից, այս գույնն է սիրում։ Փիրուզագույն է, ստեղ կապույտ է այրևում, բայց փիրուզագույն է։ Արևը խանգարում է։ Այս տաղավարում միշտ նույն մոդելներն են լինում։ Բազմաշերտ կտորներից բամբակյա, սա էլ էսպես։ Պայուսակներ, կոշտ կոպիտ նյութերից կարված։ Կրկին գլխարկներ, բիժուտերիա, ամառային գլխարկներ, շարֆեր։ Մի անգամյա օգտագործման զարդեր, ժանգոտող, գունաթափվող, առնում ես մի անգամ օգտագործում ու դեն նետում։ Ճամպրուկներ էլ եմ դրել։ Մեծը 60 եվրո, փոքրը 30, դե միջինն էլ 40։ Լուքսի պոպիները, ինչ ծանր է, նենց ծանր է։ Այս մյուսն է Հերմեսի կոպիա, այսը։ Բայց գույները բռնացրել եմ, բայց որակը չի կնկնած։ Սիրուն դասավորել եմ, դեղին սև կապույտ ճամպրուկները, ինչքան շատ է բերել պայուսակները այս կինը։ Այստեղ էլ փիրուզագույնն ինձ սիրուն է, փիրուզագույնը և մետալիկ գույները։ Դարապես խորհուրդ է տրվում վոյաժի ժամանակ վառ գույներով ճամպրուկներ օգտագործել, որպեսզի շուտ գտնես քո ճամպրուկը։ Գործվածք չի, ավելի շատ բան է, կտոր է այսպես եղել, իմիտացիա գործվածքի։ Շատրվանները փակել են այս մեքենաները, սա էլ մեր կենտրոնի շատրվանները, ու այստեղ էլ կան զարդեր, ինչքան շատ են զարդերը։ Մեկ անգամյա օգտագործման առնաղազովի զարդեր, սիրուն գույնավոր գլխարկներ, գույնավոր նկարների համար նախատեսված տան համար աքսեսուարներ, մատանիներ, բայց պլաստիկա, քարի իմիտացիայով, 8 եվրո, պլաստիկից գտալներ ինչ-որ, բոլորը պլաստիկից է, բայց տվել են քարի իմիտացիա, գունային գամը, ահա և զարդերը։
Եվսուն եվրո։ Bonjour. Je suis vlogeuse. Երևի չեն ուզում նկարեմ։ Իսկ ես արդեն վերջացրեցի։ Ուզեք թե չուզեք նկարել եմ արդեն։ Ֆանտանները, երեխեքը լողանում են, խովանում են։ Ահա, մեքենաները կգնան, ֆանտանների տեսքը կբացվի։ Այս ուր է գալիս էս ավտոն։ Տոնավաճառը հրապարակում, այդպես կարելի անվանել այս վլոգը, բայց չէ, մենք ուրիշ հետաքրքիր բաներ ենք նայել, մանավանդ դեղական տեսականին ինձ հիացրեց, երևի որ դեղագետ եմ դրա համար, չգիտեմ, բայց իսկապես շատ հարուստ տեսականի է, տեսականին էլ լավն էր որակապես, բաղադրությամբ, եթե հասկանում ես ավելի ես գնահատում։ Հեծանիվներ, կրկին հեծանիվներ, տեսեք ինչքան շատ է։ Սա էլ կապում են իրենը, կապում են, որ չգողանան, քշում տանում են, էլի հեծանիվ, այնտեղ էլ հեծանիվներ, բազմաթիվ անհամար, հիմնական փոխադրամիջոցն է հեծանիվը Եվրոպայի, կարգերը վերացել են ձիերի, հնում կարգեր, հիմա հեծանիվներ, էկոլոգիան ուզում են մաքուր պահել, բայց այնքան են ծխում, թե կին, թե տղամարդ, թե անչափահաս, թե չափահաս, ուզում եք էկոլոգիան մաքուր պահեք, մի ծխեք, ոչ միտեղ նստել չի լինում։ Զգուշացրեց, տեղները փակեց տրամվայը ու կշարժվի հիմա, իսկ ես կսպասեմ իմ տրամվային։ Այնտեղ էլ է տրամվայ կանգնած, Հոմ դե Ֆերում ենք, երկաթե մարդ է նշանակում, որտեղ տրամվայների խաչմերուկն է հենց այստեղ, կիզակետը, հատվող կետը, բոլոր տրամվայները այստեղ հատվում են, այս խաչմերուկում։ Դե ինձ սիրելիներ, այստեղ ձեզ ստեսություն կասեմ, կրկին հանդիպելու նպատակով, ովքեր նոր են միացել իմ ալիքին, բաժանորդագրվեք ու լայքեք, մի մոռացեք, սեղմել զանգակ կոճակը, որպեսզի հանդիպենք շատ անգամներ ու նայենք հետաքրքիր բաներ։ Պակա, աբիանտո, ատխե վիդեո ցտեսություն։ Ահա եւ եկավ իմ տրամվայը։ Նստեմ ու գնամ տուն։ Մոտենում եմ, մոտենում։